մենք ադրբեջանական մամուլից տեղեկացանք, որ 40-ից ավել սպաներ, քաղաքացիական ծառայողներ Ադրբեջանում ձերբակալվել են, մեղադրվելով հայկական հատուկ ծառայություններին տեղեկատվություն փոխանցելու մեջ, եւ վերջին օրերին ամեն օր գրեթե արդեն 5-րդ լուրը ստացանք, որ այդ ձերբակալվածները անհայտ պարագաներում սպանվում են Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից, եւ փակ դագաղներով բերում հողին են հանձնում առանց որևէ բացատրություն տալու, թե ինչ եղավ այդ ձերբակալված մարդկանց հետ, ինչու նրանք զոհվեցին եւ այլն։ Այստեղ հետևելով ադրբեջանական լրատվամիջոցներին երկու հետաքրքիր թեզ կա, որը ոչ միայն լրատվամիջոցներին, այլ նաեւ սոցիալական կայքերում փորձում եմ անդադ ուշադիր լինել։ Երկու կարևոր թեզ է շրջանառում, որը երկուսն էլ հետաքրքիր են եւ կարող են անմիջական ազդեցություն ունենալ հակամարտության կարգավորման գործընթացի հետ։ Դա առաջինը իրենց բանակում սկիզբ առած պաշտպանության նախարարի եւ գլխավոր շտաբի պետի միջև մրցակցությունն է, որ փորձում են միմյանց կադրերին նման ճանապարհով լիկվիդացնել, անգամ խոսում են, որ զինված ապստամբության հնարավորություններ կար եւ դա է բացահայտվել Ադրբեջանում, որը հիմա բերեց այդ հետևանքի, այսինքն մեղադրեցին իբր թե հայերի հետ համագործակցության մեջ եւ այդպես փորձեցին կասեցնել այդ ապստամբությունը։ Եվ երկրորդ տարբերակը վերաբերում է հունվար-փետրվար ամիսներին Ադրբեջանի կողմից զինված նոր պրովոկատիվ գործողություններին չմասնակցելու կամ տապալելու այս սպաների թեզին, այսինքն կար հրաման նորից ապրիլյան ինչ-որ բան ստեղծելու եւ այդ սպայակազմի այդ հատվածի չընդհարկվելը, ժամանակին չգործելը, տապալելը ըստ էության նաեւ Ալիևի որոշակի խնդիրներ շեղել է եւ հիմա հաշվեհարդար են տեսնում այդ սպաների հետ։ Ըստ էության անկախ նրանից թե որն է իրական պատճառը, մենք տեսնում ենք, որ պատերազմով սպառնացող Ադրբեջանի զինված ուժերում լուրջ խնդիրներ կան, այնտեղ տասնյակներով սպաների են ձերբակալնում եւ ոչնչացնում են առանց դատաստանի, եւ սա խոսում է իրենց զինված ուժերի բարոյահոգեբանական իրավիճակի մասին, նրանց պատրաստվածության ընդհանրապես մասին եւ ինչ որ չափով նաեւ առիթ է տալիս ենթադրելու, որ նման զինված ուժերով եւ նման պրոբլեմներ կուտակած բանակով Ադրբեջանը այս պահին չի կարող պատերազմ սկսել, որքան էլ դա նրանց հետաքրքրությունների շրջանակում լինի, որքան էլ Ալիևին դա պետք լինի ապրիլյան ձախողումները եւ կորուստները վերականգնելու համար։ Եվ իհարկե այս ամենին գումարած վերջի արձագանքը Մինսկի խմբի համանախագահների, որոնք կարծես թե շեշտադրեցին, որ առաջինը հրահրողը իրավիճակում լարվածություն հրահրողը դա Ադրբեջանն է եղել, որը հայկական զինտեխնիկա է խոցել, խոսեցին նաեւ իհարկե հայկական կողմի արձագանքի մասին, կոչերը կրկին ուղղված էին երկու հակամարտող երկու կողմերին, որ կոչ են քանում լինել ավելի կշռադատված, չգիտեմ, ինչպես է ձևակերպումները այնտեղ, հետևել լարվածության աճին թույլ չտալ եւ այլն, բայց գիտեք, եկեք նաեւ փաստենք, որ սա առաջին անգամը չէ, որ Մինսկի խումբը նման հասցեավորում է առաջ դեպի Ադրբեջանի որոշակի իհարկե մամուլում շատ խոսվեց դրա մասին, որ առաջին անգամն է, բայց նաեւ ուզում եմ հիշեցնել 2015 թվականի հունվարի նախադեպը, երբ Կրակովում հանդիպելուց հետո Ադրբեջանի արտգործնախարարին նրանք կոչ արեցին Ադրբեջանին հետևողական լինել իր ստանձնած պարտավորությունները կատարելու գործում։ Անմիջապես Մամեդյարովի հանդիպումից հետո արված հայտարարությունն է, եւ ես կարծում եմ, որ շատ ավելի շահեկան կլինի, եթե մենք բոլոր այս նմանատիպ հայտարարությունները կողք կողքի դնենք եւ ոչ թե որպես սենսացիոն ձեռքբերում ներկայացնել, այլ արդեն որպես օրինաչափություն, որովհետեւ նման շեշտադրումներ 2015-ից հետո եւս մեկ անգամ եղել է եւ սա նաեւ խոսում է, որ մադրիդյան ներողություն, որ Մինսկի խումբը որոշ չափով վերանայում է իր դիրքորոշումների մոտեցումները, պետք է ինչ-որ չափով խրախուսել, որպեսզի դա հետեւողական զարգացում ունենա։ Իհարկե, նման կոչերով որևէ խնդիր չի լուծվում, Ադրբեջանի արձագանքը վերջին հայտարարությանը տեսանք, թե որքան ագրեսիվ էր, բայց հաջորդ քայլը պետք է լինի այն, որ հասնենք, որպեսզի Մինսկի խմբի համանախագահները կարողանան համոզել իրենց երկրների ղեկավարներին օգտագործել ողջ ազդեցությունը Ադրբեջանին այս ռազմատենչ քաղաքականությունից ետ պահելու համար եւ իրականում հարցը խաղաղ ճանապարհով լուծելու որոշակի լուծումներ առաջարկել։